Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես ընտանեկան բռնության կանխարգելման օր, ինչի շրջանակում Գյումրու կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրեց երկօրյա միջոցառումներ Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նախ մարզի տարբեր համայնքներից 12 աղջիկներ մասնակցեցին քաղաքային քվեսթին։ Ցայտելու են Գյումրի քաղաքի մի քանի թաքնված վայրեր, պատասխանելով հարցերի, լուծելով խնդիրներ, որոնք կապված են կանանց հետ, տարբեր գենդերային հավասարության եւ նմանատիպ այլ թեմաների հետ։ Միջոցառումը շարունակվեց պանելային քննարկում ձևաչափով կանանց իրավունքների եւ հավասարության ճանապարհով խորագրի ներքո։ Այս անգամ մեր առջև նպատակ էինք դրել, որպեսզի համայնքի երիտասարդ կանանց ավելի շուտ մոտիվացնենք համայնքի ակտիվ կանանց փորձառություններով, իրենց ներգրավվածությամբ, կյանքի պատմություններով։ Քննարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտների կանայք։ Վերջիններս ներկայացրին իրենց փորձն ու դիտարկումները գենդերային հավասարության կարծրատիպերի հաղթահարման եւ կանանց առաջնորդության թեմաներով։ Մեծ ռեսուրսներ ունեցող կազմակերպությունները միշտ թելադրել են, թե ինչ պետք է արվի տվյալ համայնքում, առանց դիտարկելու են հանգամանքը, որ այդ կազմակերպությունները ու այդ խմբերը, ովքեր որ ակտիվ են ու ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում ու իրենց համայնքում, շատ ավելի լավ գիտեն, թե ինչա պետք իրենց։ Մենք ոչ միայն կարևորում ենք հաղթահարման, հետագա վնասի հետ աշխատանք, այլ նաև սիրում ենք գնալ խորքերը, հասկանալ ոնց կարող ենք այնպես անել, որ ամբողջ հասարակությունը ի վերջո փոխվի։ Բանախոսները կարևորեցին այն գաղափարները, որ գենդերային հավասարությունը միայն կանանց խնդիրը չէ, այլև հասարակական զարգացման ընդհանուր հարց։ Քիչ իմ համար տարօրինակ է, երբ որ առանձնացնում են կանանց տղամարդկանցից։ Պետք չի հասարակության մեջ իրենց առանձնացնել մեզանից։ Քրիստինան սիրում է լողալ, չի սիրում ֆուտբոլ եւ Հայկը սիրում է ֆուտբոլ, դրանք ճիշտ ձևերն եմ ես ասում։ Սարսափելի էլի դեռ այդ մոտեցումներով, այո, դասագրքեր, այսինքն տղա երեխաների մայր որպես ինչպես եմ ամեն օր բախվում այդ խնդիրներին։ Ու հիմնականում բոլոր չարիքների սկիզբը օրինակ ինձ համար անտարբերությունն է։ Եթե մենք այդ արտահայտությունները լսենք ու անտարբեր լինենք, լուռ լինենք, բնականաբար կանանի նման ՀԿ-ների անհրաժեշտությունը օր-օրի կառաջանա։ Գենդերային հավասարությունը միայն իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այն մշակութային եւ սոցիալական գործընթաց է, որը պահանջում է գիտակցված աշխատանք, կրթություն եւ համագործակցություն, նշում են կազմակերպիչները։ Կարևոր է տեսնել, որ տարբեր կանայք տարբեր փուլերում են կյանքի կանգնած եւ մեկին մի օգնություն է պետք, մյուսին մեկ այլ օգնություն։ Եվ դրա համար պանելային քննարկման բանախոսների կազմը ընտրված էր այնպիսին, որոնք ունեին կյանքի փորձառություններ եւ հետաքրքիր պատմություն երիտասարդ աղջիկներին մոտիվացնելու տեսանկյունից։ Պանելային քննարկման ավարտին քվեսթի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Օրվա գլխավոր նվերներից մեկն էլ կանանի ՀԿ-ի նոր ձեռնարկն էր, որը նվիրված է գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը։ Ձեռնարկը հաստատվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության կողմից որպես ուսումնական նյութ եւ կարող է կիրառվել տարբեր կրթական ծրագրերում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ներդրումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախ մանրամասներ է ներկայացրել կառուցվող եւ վերանորոգվող դպրոցների ընթացքի վերաբերյալ։ Նշել, որ ընդհանուր առմամբ ավարտվել եւ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 358 դպրոցների եւ կրթահամալիրների կառուցման ու նորոգման աշխատանքներ։ Նաեւ ներկայացվել է, որ 10 մարզերում առկա է դեպի կլաստերային դպրոցներ տանող 305 կիլոմետր ճանապարհ, որը վերանորոգվել է կառավարության 21-25 թվականների ծրագրով։ Հաջորդ թիվ անդրադարձ է կատարվել կենտրոնացված կրթության կազմակերպմանը, ներկայացվել է, որ 26-ից 27 թվականների ուսումնական տարվանից կմեկնարկի փոքրաթիվ ավելի քան 180 դպրոցի աշակերտների 100 ուսումնական հաստատություններում կենտրոնացված եղանակով կրթության կազմակերպման գործընթացը։ Այս համատեքստում քննարկվել են ճանապարհային ենթակա
կառուցվածքներին եւ փոխադրումների կազմակերպման մոդելներին վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փուլային մոտեցում ցուցաբերել, ըստ որի առաջին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերի բարեկարգ ճանապարհային ցանց ունեցող կլաստերային դպրոցներում, այսինքն 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման հանձնվող 59 դպրոցներից 30 կլաստերային դպրոցներում։ Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվում է ռազմավարական բարեփոխումների շրջանակում եւ շեշտել, որ յուրաքանչյուր երեխայի համար այսպիսով ապահովվելու է որակյալ կրթություն եւ դրա համար անհրաժեշտ պայմաններ։ Ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված երկրի ղեկավարի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում ամենաշատ քվեները ստանալու հնարավորություն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Քոչարյանի թիմը կմասնակցի ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի նա, ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիական հարցումների համաձայն։ Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ, թե ինչու են որոշ ընդդիմադիր ուժեր իրեն հորդորում լքել քաղաքականությունը։ Նա նաև հավելել է 2008 թվականին լքել է քաղաքականությունը եւ չի մասնակցել քաղաքական գործընթացներին, սակայն հիշեցրել է հիմա քաղաքական դաշինքի առաջնորդ է։ Հայաստանի 4 մարզի 10 տարբեր հասցեներում պետության պատվերով կառուցված բակային մարզումների հրապարակներն արդեն պատրաստ են։ Կառավարությունը նախորդ տարի պիլոտով 4 միլիոն դրամ էր հատկացրել սթրիթ վորքաուտի համար նախատեսված անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Մարզահրապարակների պաշտոնական բացումը շուտով։ Ջերմուկում, Ճամբարակում, Բերդում եւ Կապանում են իրականացվելու բացումները հրապարակների սթրիթ վորքաուտի։ Գլխավոր նպատակը այո մասսայականացնել է, հնարավորություն տալը, որ առողջ ապրելակերպով զբաղվի մեր սերունդը։ 2021-ից Հայաստանի սթրիթ վորքաուտի ֆեդերացիան տարբեր մասնավոր կազմակերպությունների, համայնքապետարանների աջակցությամբ մարզերում կառուցել էր 20-ից ավելի սպորտ հրապարակ, եւս 24-ը մայրաքաղաք Երևանում քաղաքապետարանի պատվերով։ Պետությունը միացավ այս այսպես ասած բակային մարզումների շարժմանը, քանի որ մտահոգող էին վիճակագրական տվյալները։ Հայաստանում մյուս զարգացող երկրների հետ համեմատ սպորտով զբաղվողների ցուցանիշը մեղմ ասած բավարար չէր։ Նման մասշտաբի մարզահրապարակների կառուցումը ուղղի կերպով ազդում է նաև բակային սպորտի եւ բակային մարզաձևերի զարգացմանը։ Մարզահրապարակի առկայությունը թույլ է տալիս, որ Workout Ֆեդերացիան կարողանա շատ միջոցառումներ եւ մարզումներ կազմակերպել։ Ենթակառուցվածքների հիմնումը կարևոր է, բայց ոչ բավարար։ Հենց այդ պատճառով սպորտի ոլորտը համակարգող գերատեսչությունը Workout Ֆեդերացիայի հետ շարունակում է ծրագիրը։ Հաջորդող փուլում շեշտը կրթական բաղադրիչի վրա է։ Տվյալ համայնքներից ընտրվել են երկուական ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, որոնք վերապատրաստվել են ֆեդերացիայի կողմից հատուկ Workout ակադեմիայի կրթական ծրագրով, որպեսզի տիրապետեն Workout մարզաձևի բոլոր նրբություններին, եւ հենց այդ ուսուցիչները տվյալ մարզահրապարակներում կազմակերպելու են բացօթյա անվճար մարզումներ։ Իսկապես կարծրատիպ է փոխվում, մետալիցետ է փոխվում, լայն զանգվածներ սկսում են զբաղվել անթաքույց հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով։ Ծրագրով պետության պատվերով ֆեդերացիան պատրաստելու է նաև տեղեկատվական հոլովակներ վարժասարքերից ճիշտ օգտվելու նրբությունների մասին, ոչ միայն կառավարության հիմնած, այլ նաև մյուս բոլոր մարզահրապարակներում տեսանելի վայրերում փակցվելու են QR կոդեր, որոնք սկանավորելով յուրաքանչյուր քաղաքացի կունենա այսպես ասած անհատական մարզիչ։ Սպորտ դահլիճներ գնալու գումարը կխնայի ու կկարողանա մարզվել մոտակա հրապարակում։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների Վաշինգտոնյան հանդիպումն ու ստորագրած փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պետք է ծառայեն ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Նա հավելել է, որ տարածաշրջանում համագործակցության կայունության համար անհրաժեշտ է ամրապնդել նաեւ տնտեսական կապերը։ Բայրամովի խոսքով Ադրբեջանը հետևողական ջանքեր է գործադրում միջին միջանցքի ակտիվացման համար։ Թրիփ ուղու մասին Բայրամովը կարծիք է հայտնել, որ այն կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցության դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Սիրիայի անվտանգության ուժերի եւ քրդական խմբավորումների միջև գիշերային բախումներից հետո զինադադար է հաստատվել։ Այդ մասին հայտնել է ՍԱՆԱ պետական գործակալությունը։ Այս գիշեր Սիրիայի ժողովրդավարական ուժերի եւ կառավարական բանակի ստորաբաժանումների միջև ուժգին բախումներ, հրաձգություն եւ ռմբակոծություն էր տեղի ունեցել Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններում։ Առնվազն 1 զինվորական զոհվել, 3-ը վիրավորվել է բախումների ժամանակ։ Ըստ աղբյուրի մի քանի քաղաքացիական անձ նույնպես տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել քրդական ուժերի ռմբակոծությունների պատճառով։ Երկրի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Սիրիան շարունակում է հավատարիմ մնալ մարտի 10-ի համաձայնագրին եւ չունի հարձակողական գործողություններ սկսելու ծրագրեր, հավելելով, որ բանակի խնդիրն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ անվտանգության ուժերին Սիրիայի ժողովրդավարական ուժերի շարունակական հարձակումներից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի իր գործընկեր Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կարճ զրույց է ունեցել Լուլա դա Սիլվայի հետ եւ նրանք հավանել են միմյանց։ Այո, մենք կսկսենք բիզնեսով զբաղվել, ասել է Թրամփը։ Բրազիլիայի կառավարությունից էլ նշել են, որ կայացած հեռախոսազրույցը մեծացրել է երկկողմ հարաբերություններում ջերմացման հնարավորությունը, որոնք վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն վիճակում են։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը Բրազիլիայի մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել էր մինչև 50%։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Մանրամասն քննարկվել են Մերձավոր Արևելքում զարգացումները, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահի Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ առաջարկված պլանի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Պաղեստինյան խնդրի համապարփակ կարգավորման օգտին հիմնված միջազգային իրավունքի հայզմի սկզբունքների վրա։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում նաև այլ տարածաշրջանային թեմաների շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցերի բանակցային լուծումներ գտնելու հետաքրքրությունը։ Տավուշի թեմն ավետիս ունի Սևքար գյուղի ու հարակից գյուղերի երեխաների համար։ Վերանորոգվել, բարեկարգվել ու կահավորվել է Սևքարի գյուղամեջում գտնվող շենքերից մեկը, որտեղ կգործի ավետիս սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնը։ Հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրը կենտրոնը բացում է իր դռները նպաստելու համայնքի երեխաների կրթական, մշակութային եւ հոգեվոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը։ Մեզ համար մեծ ուրախության, խնդության օր է նաեւ, քանի որ հենց ուսուցչի տոնին Սևքար համայնքի սահմանամերձ այս գյուղում պիտի վերաբացվի ավետիս սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնը։ Այս դպրոցը լինելու է բացառապես անվճար եւ այստեղ ոչ միայն երեխաները կսովորեն նկարչություն, գորգագործություն կամ կարպետագործություն, կանոնի խմբակ, կարուձևի խմբակ, այլ նաև կսովորեն քրիստոնեություն։ Արդեն իսկ ընդգրկված են 80 եւ ավել երեխաներ, որոնք այսօրվանից ևեթ կմասնակցեն այս դասընթացներին։ Կենտրոնի բացումից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհում հանուն հայրենիքի զոհված սևքարցիների հիշատակին։ Սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնում գործում են աստվածաշնչի սերտողության, նկարչության, կարպետագործության, կարուձևի, կանոնի, մարզական խմբակներ։ Այժմ այստեղ կհավաքվեն Սևքարի, նաև Սարի գյուղի, Աճարկուտի, Կիրանցի եւ Սաղկավանի երեխաները, մասնակցելու տարբեր խմբակների ու դասընթացների։ Իմ կարծիքով հոգևորը եւ ստեղծագործականը կքայլեն կողք կողքի եւ երեխաները կմոտենան իրենց արմատներին, ձեր կբերեն բավականին շնորհք ու տաղանդ։ Ավետիսը կլինի գյուղի համար շատ կարևոր, շատ հիմնական մի օջախ, որտեղ կարող է գյուղի բնակչությունը, գյուղի երեխաները սիրով մասնակցեն այդ դասընթացներին եւ կարողանան իրենց ստեղծագործական միտքը ներդնել իրենց աշխատանքների մեջ։ Ավետիս կենտրոնի դռները բաց են ամբողջ համայնքի առջև։ Տավուշի թեմի նպատակն է, որ կենտրոնից դուրս գան արժեքներով առաջնորդվող, վստահ ու ստեղծագործ երեխաներ։ Գավառի Հրաչյա Բունյացյանի անվան պատկերասրահը նոր հասցե ունի։ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակ 3։ Նոր ու արդիականացված է նաև երկհարկանի տարածքը,
որը պատկերասրահին հատկացվել է Գավառ համայնքի ավագանու որոշմամբ։ Դրանից 36 տարի առաջ 1989 թվականին բացվեց Հրաչյա Բունասյանի անվան պատկերասրահ։ Հրաչյա Բունասյանն արդեն մեզ բոլորին հայտնի է, ինքը ծննդող նոր մայազեցի է, աշխարհի խոշորագույն գիտականի համարում ուզեցել է, որ իր հավաքածուն նվիրի պատկերասրահ, բայց նրա հագարծամահ եղավ եւ այդ երազանքը ինքը չկատարեց, բայց դրա իր երազանքը կատարեց իր այդին։ Իրանք ունեին շատ հրաշալի հավաքածու, շատ հրաշալի։ Ինքը դիմեց մեր քաղաքային սովետ այն ժամանակ եւ ցանկություն հայտնեց, որպեսզի այդ իրենց հավաքածուներից մեզ նվիրաբերի։ Պատկերասրահի բացման արարողությանը մասնակցում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է նոր շենքային պայմանները, ցուցադրվող հայ եւ համաշխարհային ճանաչում վայելող արվեստագետների աշխատանքներն ու իրականացվելիք գործունեությունը։ Շարունակ Գավառի պատկերասրահը հրաշալի ադամոն հավաքածուով իրականում տեղակայված է եղել մասնավոր տարածքում, դեղատների, խանութների, տների հարևանությամբ։ Եվ այսօր վերջապես Գավառի համայնքապետարանի ջանքերով եւ ազգային պատկերասրահի համագործակցությամբ մենք ունենք նոր երկհարկանի հրաշիշենք եւ մեր հավաքածուն ստացավ կարծում եմ իր մշտական հրաշալի տունը։ Պատկերասրահի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը կարևորվում են նաև Գավառ համայնքի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու հոգատարությունը մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման գործին։ Արվեստի հանդեպ, մշակույթի հանդեպ ուշադրությունը մի բան է, որ մենք միայն այսօր չի տեսնում ենք։ Մենք միասին համագործակցության բազմաթիվ առիթներ ենք ունեցել եւ բազմաթիվ առիթներ ենք ունեցել տեսնելու նաև թե ինչ ակտիվ է Գավառը։ Ես մեծ հաճույքով հիշում եմ յուրաքանչյուր արվեստի դպրոցի եւ արվեստի դպրոցի մանկապատանեկան կենտրոնի մեր երեխաների հետ հանդիպումները տարբեր փառատոների ժամանակ այն տաղավարները, որ այցելել են եւ որտեղ երևում է նաեւ թե ինչ ակտիվ մշակութային կյանք կա այստեղ, ինչ ակտիվ մշակութային գործություն է իրականացվում։ Ուզում եմ ես նույնպես շնորհակալություն հայտնել Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին, Գավառի հավաքանուն այս կարևոր ու ողջունելի որոշումը կայացնելու այս տարածքը մեր պատկերասրահին տրամադրելու համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել տիկին նախարար ձեզ, ձեր ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեր մշակութային ժառանգության վրա մեծ ուշադրություն դարձնելու համար ուզում եմ Բունայցյանի անվան պատկերասրահի մեր գործընկերներին անընդհատ ու բարի ընթացք անեն։ Արարողությունն ուղեկցվում է նաև անակնկալներով։ Երկարամյա նվիրված աշխատանքի համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պատվոգրով պարգևատրվում է Գավառի պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանը։ Վերջին 36 տարիներին նա ղեկավարում է պատկերասրահի աշխատանքները։ Ես շատ ողջորված եմ ու շատ շնորհակալ եմ ազգային պատկերասրահից։ Շատ շնորհակալ եմ նաև մեր բարերարներից, որ հնարավորություն ընձեռնեցին, որ ես կարողացա այս բաներին հասնել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև համայնքի ղեկավարին, հատկապես Գուրգեն Մարտիրոսյանին, մեզ այս շենք հատկացնելու եւ ընդհանրապես շատ հարցերում ծախսերը իր վրա վերցնելու համար։ Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահի նոր շենքի բացման արարողությունն ուղեկցվում է Մեղեդի Լարային քարյակի երաժշտական կատարումներով եւ Գավառի Գեղարվեստի դպրոցի եւ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների բացօթյա գեղանկարչական աշխատանքով։ Քառասուն մեկ նկարչի 69 աշխատանք է ներկայացված Վանաձորի կերպարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում։ Ցուցահանդեսի միջոցով բոլորիդ եք տեսնում, ամբողջն եք տեսնում, ֆերմերսն եք տեսնում եւ սրանով մանավանդ միևնույն ժամանակ դուք այդ ընտրության մեջ, այո Պապագալյանի այդ ընտրության մեջ, աշխատանքի այդ ընտրության մեջ այսօր տեսա մի ստակ մարտահրավեր քաղաքը կանաչ պահելու, քաղաքը սիրուն պահելու։ Այս խորագիրը կարծես թե պատահական չի ընտրված իր խորքի մեջ, որովհետև իսկապես մեզ ճանաչում են մեր կանաչ քաղաքով, նրա իրական գույներով, որի հիմնական
ասելիքը ձեր խոսքի մեջ է։ Իսկ ձեր խոսքը կտալն է, ձեր խոսքը վրձինն է, ձեր խոսքը այն գույներն են, որի միջոցով դուք կարող եք շատ ավելին ասել, քան խոսքերով, քան տեսակով։ Լոռեցի արվեստագետների ամենամյա խմբային ցուցահանդեսը այս տարի կրում է «Կանաչ քաղաքի գույները» խորագիրը։ Այս անվանումը խորագիրը շատ թիրախային է, որովհետև թույլ տվեք այդպես արտահայտվեմ։ Ես արվեստը դիտարկում եմ ոչ միայն որպես հոգևոր, այլ նաև շատ կոնկրետ նյութական արժեք, ինչ իմաստով, որ մեր քաղաքը գեղեցիկ է լի իր ոչ միայն պուրակներով, իր գեղեցիկ մայթերով, ճանապարհներով, բարեկարգ փողոցներով, այլ հենց իր արվեստով, եւ ես սա չեմ թաքցնում, իսկապես մեծ հպարտությամբ նշում եմ, որ այս օջախը, որը կոչվում է Վանաձորի կերպարվեստի թանգարան, մեր քաղաքի այցեքարտերից է։ 20 տարի առաջ կյանքի կոչված այս ցուցահանդեսը նպատակ ուներ համախմբել լոռեցիներին ու մի հարկի տակ ներկայացնել նրանց ուրույն դեմքն ու դիմագիծը։ Կանաչ քաղաքի ուրույն գույները հենց մեր այդ 40 նկարիչներն են այստեղ, որ կմտնեք, կտեսնեք։ Նրանք ոչ մեկը չեն կրկնում մեկը մյուսին։ Նրանք ամեն մեկը ունի իրեն դեմքը, ամեն մեկը կարողանում է իր հոգու մեջ ելած հարստությունը արտահայտել այդ գույների միջոցով։ Ցուցահանդեսը հաջողվեց ու դարձավ ավանդական։ Սկզբում դրանք ունենում էին հստակ խորագիր, վանաձորյան ներկապնակ, բազմաշավիղ, արդեն 2 տարի է կրում է տարբեր խորագրեր։ Անցյալ տարի այն կրում էր էգզիստենցիալ պատկերներ խորագիրը, այս տարի կանաչ քաղաքի գույները։ Գիտեմ, որ խորագրերը տարբեր մտքեր են ծնում, տարբեր ընկալումներ ունեն, բայց արվեստագետի համար դա մեկն է՝ իր գույներով ներկայացնել կյանքի իրականության իր ընկալումները։ Կարծում եմ այս ցուցահանդեսը իրոք հաջողված գաղափար էր, հաջողված պրոյեկտ էր եւ շարունակականությունը կունենա նաեւ հետագայում։ Կանաչ քաղաքի գույներով հիացած ոգեշնչված էին վանաձորցիները։ Տպավորությունները մեծ էր հատկապես 45 տարի հայրենիքից հեռու գտնվող վանաձորցու համար։ Շատ ուրախալի է, որ կանայք աղջիկները շատ մեծ ակտիվ են, շատ։ Եվ շատ շնորհալին են։ Եվ ունեն մեծ հեռանկար։ Դա գովել է։ Շատ ուրախ եմ ընդհանրապես իմ հայրենի օրերանում այսպիսի մակարդակով ցուցահանդես տեսնելու եւ վայելելու մեջ։ Թանգարանում շեշտում եմ։ Ակտիվացել են հատկապես երիտասարդ արվեստագետները, նույնիսկ կան ուսանողներ, ովքեր ներկայանում են իրենց հետաքրքիր ու տարբերվող գործերով։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնը ընդլայնելով աշխարհագրությունը կապանում էր շուրջը համախմբելով գրքասերներին, գրողներին, ընթերցողներին ու հրատարակիչներին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ այս տարի փառատոնն այցելել է մարզեր։ Պարտավոր էր փառատոնը այցելել երիտասարդական մայրաքաղաք, մշակութային մայրաքաղաք, Կապանում իսկապես ընթերցասերները շատ են։ Մենք իհարկե գիտենք, բայց շատ տպավորված ենք։ Եվ լիահույս ենք, որ Կապանում այցը չի սահմանափակվի միայն այս տարով։ Մեր սպասումներն այս տարի եւս արդարացան, մենք ունեցանք 40,000-ից ավելի այցելու, 18,000 վաճառված գիրք, որը եթե համեմատենք 6 անգամ ավելի է, քան առաջին տարում։ Մշակույթի կենտրոնում միջազգային 8-րդ փառատոնը մեկնարկեց Կապան եռալեզու պատկերագրքի շնորհանդեսով, որը լույս է տեսել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ նպատակ ունենալով ներկայացնել Կապանն այնպիսին, ինչպիսին կա։ Գրքում առանձին բաժիններով տեղ են գտել համայնքային կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ մշակույթ, կրթություն, սպորտ, սպորտային կյանքը համայնքի, ինչպես նաև պատմամշակութային 100 ժառանգությունը Կապանի։ Նպատակ ունի Կապանը զբոսաշրջիկներին ավելի ճանաչելի դարձնելու եւ այսօրվա Կապանը բոլորին ներկայացնելու։ Փառատոնը հարավային մայրաքաղաքում ապրողների համար ստեղծել էր գրքառատ եւ ջերմ միջավայր, նրանց ընձեռելով սիրելի գրողների հետ հանդիպելու, զրուցելու, ինչպես նաեւ տարբեր շնորհանդեսների, գրական քննարկումների, պոեզիայի ընթերցումների մասնակցելու եզակի հնարավորություն։
Քանի որ պոետիկ փոթորիկ այդպես անվանում կրող իրադարձության շրջանակում եմ ես ներկայանում, ապա ներկայացել եմ այստեղ պոեզիայով, որը ընդգրկում էր ինչպես գրքի, վայրի խոտերի որոշ գործեր, այնպես էլ նոր գործեր, որ դեռևս չեն հրապարակվել եւ փաստորեն ըստ էության դրանցից մեկը առաջինը կարդացի կապանցի հանդիսատեսի համար։ Ցուցահանդես տոնավաճառի ընթացքում գրքասերները հնարավորություն ունեցան ծանոթանալու 15-ից ավելի հրատարակչությունների եւ գրախանութների առաջարկներին, սիրելի գրքերը ձեռք բերել զեղչված տարբերակով։ Գրքերը ներկայացվեցին եւ վաճառվեցին 20-ից 50% զեղչով եւ մասնակցեց տոնավաճառին 15-ից ավելի հրատարակչություն գեղեցիկ տաղավարներում լայն տեսականին ցուցադրված, ինչը օրինակ մենք գրախանութներում տեսնել չենք կարող, որովհետև գրախանութները ավելի փոքր մակերեսներ են զբաղեցնում եւ գրքերը կարծես շատ խիտ են դասավորված եւ մենք դեմքով չգիտենք հրատարակչություններին, այսինքն չգիտենք թե մեծ ու փոքր հրատարակչությունները ինչ տեսականի ունեն, ահա գրքի ցուցահանդես տոնավաճառը տալիս է այդ հնարավորությունը ծանոթանալ թե մեծ թե փոքր հրատարակչություններին։ Միգուցե երբ մենք ավելի շատ գիրք կարդայինք, մեր երկրի իրավիճակը ավելի լավ կլներ։ Դրա համար գիրքը շատ կարևոր է։ Կարդալ պետք է ոչ թե մենակ Կապանում, այլ ամբողջ Հայաստանում։ Հասցրել եմ արդեն ինձ համար առանձնացնել մի քանի գրքեր, որը ինձ համար կգնեմ։ Գրքի Երևանյան փառատոնի նախաձեռնողը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Հովանավորը Երևանի քաղաքապետարանը, աջակիցը Կապանի համայնքապետարանը։ Արդեն ավանդական դարձած միջոցառումն իրականացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը գրքի փառատոն կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Մշակույթի ապակենտրոնացման շատ կարևոր օրակարգ ենք իրականացնում, այսինքն միայն մայրաքաղաքում չէ, որ պիտի տեղի ունենա, զարգանա եւ դինամիկա ստանա մշակույթը, այլ բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում։ Այդ համատեքստում մենք ուզեցանք, որ հենց այդ բրենդայինը, այն ինչ որ անում ենք Երևանում, նույնությամբ տեղափոխենք մարզեր։ Եվ սա առաջի տարին է։ Եվ մենք ընտրել ենք առաջի տարվա համար Գյումրի եւ Կապան։ Երբ առաջարկ ստացվեց այս փառատոնը Կապանում անցկացնելու, Կապանի համայնքապետարանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս նախաձեռնությանը, քանի որ մենք կարևորում ենք նման փառատոները մեր քաղաքում անցկացնել, կարծում ենք այն կնպաստի թե կրթության, թե մշակույթի զարգացմանը։ 8 տարեկան փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ նախագիծն է, որը միավորում է գրողներին, հրատարակիչներին, գրական գործակալներին, ընթերցողներին։ Հավատարիմ մնալով կարդում է քաղաքը խորագրին, Կապանը ոչ միայն կարդաց, այլև լսեց որակյալ երաժշտություն։ Օրն ամփոփվեց Լավելի խմբի կատարումներով։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 192 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 264 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1463, առանց մանկական նստատեղի Car-City 20, վարելու ընթացքում ծխելու 491, վարելի սեռախոսից օգտվելու 341, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 233 եւ 1660 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 212-ը տեխնիկական զննություն չանցած, 91-ը լուսարձակների անսարկությամբ, 88-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15496 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 474, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 65, չամրակապված վարելու 3960, առանց մանկական նստատեղի Car-City 195, վարելու ընթացքում ծխելու 468, վարելի
Դրանցից հեռախոսից օգտվելու 683, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 80, արագության գերազանցման 2582 եւ 4052 այլ իրավախախտում, 438 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1054-ը տեխնիկական զննություն ճանաչած, 933-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 34 բեռնատար, 202-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։